Ոնց կարելի է երկիր տնտեսական, քաղաքական բոլոր առումներով կործանել։ Քաղաքական մաստեր կլաս եվրոպացիներից։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում հարուստ փորձ ենք կուտակել, թե ինչպես օրինակ բազմազանեցնել էներգակիրները։ Առնվազն անհաջող էին Եվրահանձնաժողովի նախագահի օրինակները, ասում է էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը։ Մոլդովայի, Ուկրաինայի օրինակով էլ հենց կարելի է հասկանալ, թե ինչ է լինում, երբ սեփական շահից դրդված Եվրոպան ոսկե սարեր է խոստանում։ Այսինքն, երբ որ իրանց ստիպում են, ոնց որ հիմա Հայաստանն է ստիպում, դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, դա բերում է ոչ թե դիվերսիֆիկացման, դա բերում է տնտեսության քանդման, տնտեսության քայքայման։ Այդ փորձի հիմքում ընկած է արյուն, ընկած է կործանում, ընկած է, ասենք թե աղքատացում եւ այլն, ընկած է պատերազմ եւ այլն։ Որ Վրաստանի օրինակն էլ բերեր, խճանկարն ավելի ամբողջական կլիներ, ասում է Մանվելյանը։ Ներկայացնում էր իբրև վրացական ապրանքը բերեք Ռուսաստանի փոխարեն վաճառեք Եվրամիությունում, հենց էլ այդ ապրանքը չգնաց եւ եվրոպական շուկայում չհայտնվեց։ Էներգակիրների բազմազանություն են խոստանում Երևանին, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ օրինակ գինը բարձրացնել։ Ինչպես են օգնելու Հայաստանին, եթե իրենք էլ արդեն այս հարցում ծանր դրության մեջ են, հարցնում է փորձագետը։ Գիտեք, Եվրամիությունը որոշում է ընդունել այլևս գազ եւ այլն չվերցնել, այդ թվում նաեւ հեղուկացված գազ չգնել Ռուսաստանից, չնայած իրականում այս ընթացքում հեղուկացված գազի արտանումը դեպի Եվրամիություն միայն ավելացել է։ Պլյուս իրանք գազ են ստանում նաեւ թուրքական խողովակաշարով։ Անունը դնում են, որ իբրև դա թուրքական գազ, բայց դες գիտենք, Թուրքիան գազ չունի։ Այսինքն, որ այս մարդիկ ասում են, որ իրան կարող են այլընտրանք, նորից սուտ են խոսում։ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է 1000 խորանարդ մետրի դիմաց $177։ Եթե բարձրացնի գինը, ամեն ինչ Հայաստանում թանկանալու է, ասում է փորձագետը։ Մինչև տարվա վերջ պարզ կլինի ռուսական գազի գինը Հայաստանի համար կփոխվի, թե ոչ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի բացառում գազի գնի բարձրացումը։ Այլընտրանք այդ գազին, այդ գնով գազին չկա։ Ոչ ոք այդ գնով գազը այլևս չի մատակարարի։ Եվ Իրանը ունի գազի մեծ պաշարներ, բայց Իրանը ինքը այս պատերազմից հետո Իրան ներսում սպառման խնդիր ունի, նաև գազի արդյունահանման խնդիր ունի, որտեղ շատ գազամուղներ, գազատարներ ոչնչացվել են։ Հայաստանը ոչ այլ ընտրանք ունի, ոչ էլ դիվերսիֆիկացման հնարավորություն։ Մանվելյանն ասում է, կեղծ են նաև պնդումները, թե Ադրբեջանից Հայաստանը կարող է գազ գնել։ Բաքուն իր գազը Եվրոպայում շատ ավելի բարձր գնով է վաճառում, քան կարող է Երևանն իրեն թույլ տալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։